Իմ տաղավարում հյուրընկալել եմ վաստակաշատ հաղորդավար Կարեն Քոչարյանին։ Մարդը եթե սիրում է իր աշխատանքը, եթե սիրում է իր ընտանիքը, իր հարազատներին եւ իր ընկերներին, կարծում եմ ամենամեծ արժեքն է դա կյանքում։ Ինչպես եւ որտեղ սկսվեց Կարեն Քոչարյանի եթերային ճանապարհը։ Նստացրեց տեսախցիկի առջև, տվեց ինչ-որ տեքստ, կարդացի, ասեց Կարենից հաղորդավար չի ստացվի։ Կարեն Քոչարյանի կարոտը եւս անսահման է եւ այն ունի իր անունը։ Ես կարոտում եմ այն օրերը, երբ որ ասենք դուրս էի գալիս Երևանի փողոցներ եւ իմ առջև դուրս էր գալիս, ասենք նույն Գևորգ Էմինը։ Այս կողմից դուրս էր գալիս Քոչարը։ Այն կողմից դուրս էր գալիս Շիրազը, որը որ ջայնացած գալիս էր, ասում էր անունդ ինչ է։ Մեր եթերում Կարեն Քոչարյանը անկեղծանում եւ պատմում է իր ստեղծած երկու ընտանիքների մասին։ Իմ առաջին կինը Լուսահոգի 2006 թվականին է մահացել։ Դրանից հետո ստացվեց այնպես, որ հանդիպեցի Եվային։ Ով է Կարեն Քոչարյանի անակնկալ հյուրը, ում վերջին անգամ նա տեսել էր շատ վաղուց։ Մեր այսօրվա հյուրի անակնկալ նամակը եկել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Ով է նամակի հեղինակը։ Հուսով եմ Երևանում երկար դադարից հետո մի օր բեմից կհայտարարես երգում է բազմագետ։ Խոստովանություն, ուրբաթ օրը, 22:30-ին